Միացյալ Նահանգներ Մեքսիկա սահմանը տասնամյակներ շարունակ հանդիսանում է եզրագիծ։ Այստեղ հանդիպում է խաղաղությունն ու առճակատումը, աղքատությունն ու բարեկեցությունը։ Այստեղ են հատվում նաև միլիոնավոր ճակատագրեր, որոնց միահյուսել է լավ կյանքի ձգտումը։ Ես գտնվում եմ Մեքսիկայի եւ Միացյալ Նահանգների սահմանագծին։ Իմ թիկունքի հետևում ահա այնտեղ արդեն երազանքների երկիրն է, Միացյալ Նահանգները, եւ հենց այս ճանապարհը, այս անապատն են փորձում ամեն տարի հաղթահարել հազարավոր մարդիկ, ովքեր երազում են հայտնվել Միացյալ Նահանգներում լավագույն կյանք կառուցելու հեռանկարով։ Ցավոք այս վերջին իմիգրացիոն փոփոխությունները, որ վարչակազմն է Դոնալդ Թրամփի իրականացնում, այդ մարդկանց երազանքները այդպես էլ չի իրականացնելու։ Նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես եւ խոստացել էր, արդեն տուն է ուղարկում ապօրինի ներգաղթյալների։ Հազարավոր միգրանտներ ռազմական օդանավերով արտաքսվում են, մոտ 1000-ը արդեն ձերբակալված են։ Ինչպես եւ հայտնում էին նախընտրական շրջանում, պատմության ամենամեծ արտաքսումը սկսված է։ Make America great again. ԱՄՆ նախագահը մինչև ընտրվելն էլ բազմիցս խոսել էր, որ ապօրինի ներգաղթյալները անվտանգային խնդիրներ են ստեղծում։ Նրանք նախագահի մեկնաբանությամբ հանցագործներ են։ Միգրացիոն ճգնաժամը դարձել էր նախընտրական պայքարի առանցքային թեմաներից մեկը, եւ Թրամփը ընտրվելուց հետո առաջին հրամանագրերը հենց այդ ուղղությամբ էր ստորագրել։ Եվս մեկն էլ Միացյալ Նահանգներում ծնված երեխաների քաղաքացի դառնալու իրավունքը չեղարկելու մասին էր։ Իհարկե, դա մեղմ ասած հեշտ գործընթաց չէ վերջնական կետին հասնելու համար։ Դրա համար պետք է փոխել Միացյալ Նահանգների սրբության սրբոցը, սահմանադրությունը, իսկ սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ է ներկայացուցիչների պալատի եւ սենատի անդամների 2/3 աջակցությունը, պլյուս նահանգների 3/4 հավանությունը։ Մինչդեռ Թրամփի որոշման դեմ արդեն դատական հայցեր են ներկայացրել 2 տասնյակից ավելի նահանգներ։ Մենք հայերս այս խնդրից եւս անմաս չենք կարող մնալ։ Ցավոք արտաքսվելու վտանգի տակ են հարյուրավոր մեր հայրենակիցներ։ Հայաստանի Հանրապետությունը ունի տվյալներ Միացյալ Նահանգներից արտաքսման ենթակա ավելի քան 2000 քաղաքացու վերաբերյալ։ Այս մասին հայտարարում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը։ Միացյալ Նահանգների ներգաղթի եւ մաքսային ծառայությունը զեկույցներ է հրապարակել, որում ասվում է, որ ապօրինի ներգաղթյալներին ուղղված նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության համաձայն Հայաստանի Հանրապետության առնվազն 2808 քաղաքացի պետք է արտաքսվի։ Հարկ է նշել, որ մտահոգությունները, շփոթմունքը եւ անորոշությունը ոչ միայն հայերի մոտ են, այլև շատ այլ ազգերի։ Անկամ պետական մակարդակում լինում են դեպքեր, երբ քաղաքական մակարդակով երկիրը դեմ է հանդիսանում արտաքսման նման քաղաքականությանը։ Հարկ է հիշել վերջերս Մեքսիկայի քայլը, երբ Մեքսիկան մերժեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի խնդրանքը թույլ տալ ներգաղթյալներին արտաքսող Միացյալ Նահանգների ռազմական ինքնաթիռին վայրէջք կատարել իր երկրի տարածքում։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների ռազմական ինքնաթիռները առնվազն 2 նմանատիպ չվերթ են իրականացրել դեպի Գվատեմալա, յուրաքանչյուրը մոտ 80 անօրինական միգրանտներով։ Հեղինակավոր Washington Post-ի հաղորդմամբ Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստվում են ել ավելի ուժեղացնել միգրացիոն վերահսկողությունը, նպատակ ունենալով 1 տարվա ընթացքում արտաքսել առնվազն 1 միլիոն ներգաղթյալի։ Թերթի տվյալներով ներկայումս Միացյալ Նահանգներում ապրում է ավելի քան 11 միլիոն անօրինական ներգաղթյալ։ Վերլուծաբանները իրենց հերթին նշում են, որ նման զանգվածային գործողությունները մեծ լարվածություն են առաջացնելու ինչպես ներգաղթի համակարգում, այնպես էլ քաղաքական դաշտում, առաջացնելով իրավական, տնտեսական եւ հումանիտար բազմաթիվ խնդիրներ։ Անկախ ամեն ինչից, անկախ դժվարություններից մի շարք մարդիկ դեռ հավատում են, որ հնարավոր է հայտնվել այնտեղ եւ կառուցել իրենց երազանքը։ Ռաֆայել Վնասականյան, Միացյալ Նահանգներ Մեքսիկա սահմանից հատուկ Նոր Հայաստան հեռուստաընկերության համար։